Տնտեսության գնահատականի հարցով ես հասկանում եմ ինչու ինձ հետ չեք համաձայնվում, բայց լավ է որ այդ գիտակցումը կա, ուղղակի հիմա դուք տեսեք օրինակ եք բերում, ասում եք 4000-ից հասել ենք 8000-ի, չէ՞։ Բայց արդեն իսկ օգոստոսի 8-ից հետո այդ գնահատականները մենք պետք է այլ կերպ նայենք իրավիճակին, որովհետև 4000-ից եթե մենք կարող ենք 8000-ի հասնենք այն մի վիճակում, որտեղ մենք ամեն օր պատերազմի ենք կամ մարտական գործողության ենք սպասում, կամ մի պրովոկացիայի, այլ բան է օգոստոսի 8-ից հետո, երբ որ փոխվել է մեր շրջապատող աշխարհը, փոխվել է Հայաստանի իրավիճակը եւ ես նկատի ունեմ, որ օրինակ դուք որպես նախարար մի 3 շաբաթ պետքա նախքին ձևով աշխատանքի չգաք, ասենք եթե ձկնորսություն եք սիրում, գնաք ձուկ բռնելու կամ քայլեք, մտածեք, թե այդ 3 շաբաթը օգտագործեք, որ նոր գաղափարներով, նոր իրավիճակում այս տնտեսությունը նոր իրավիճակի բերելու, որովհետև այն ժամանակ, երբ որ դուք կարողանում եք այս ձևով, մենք ոնց որ աշխատել ենք բոլշևիկների առաջնորդի նման եմ ասում, հին ձևերով էլ նոր իրավիճակում կառավարել արդյունավետ չի լինելու։ Ես դա նկատի ունեմ, որ արմատապես պետքա վերանայենք աշխատանքները եւ հիմա մի քիչ երկար նախաբանից հետո չեք պատրաստվում արդյոք դուք էլ նախաձեռնել, որ այս մրցույթային համակարգը արմատապես փոխվի, որովհետև այս մրցույթային համակարգերով, երբ որ շահում է, հաղթում է նա ով ցածր գին է առաջարկում, մենք չենք կարող, ոնց որ ասած, շատ մեծ դրական բաներ չենք ունենա, օրինակ ես դալիճը նորոգվեց ամիսներով առաջին օրը 3 բացվելա, բռնակը արդեն տեղից դուրս է եկել ազգային ժողովում, բա սենց ոնց կլինի, էլի, բա չենք ուզում մենք արմատապես էդ էլ փոխենք, որ լուրջ ընկերությունները կամ մասնակցեն այս բաներին, մենակ խնայելով չի, բա որակը։ Շնորհակալ եմ, այդ մտածելու առաջարկը լավն էր, որովհետև վերջին անգամ արձակուրդ գնացել եմ 23 թվականի հուլիսին, ինձ թվում է 2.5 տարի ժամանակը բավականին հոգնածուչ է, կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ եւ այդ մտածել այդ հարցերի շուրջ, բայց առանց դա ենք այդ ուղղությամբ մտածում, պարոն Նազարյան, շնորհակալ եմ, տեսեք, ես իհարկե սա ուղիղ կապ չունի, որովհետև ես հասկանում եմ, այսինքն պրիմիտիվ կլինի, եթե ես ասեմ, դե տեսեք օգոստոսի 8-ից հետո մի հատ օգոստոս ենք ունեցել, տնտեսական ակտիվությունը եղել է 7.5%, սեպտեմբերին 10.5%, սա ակնհայտորեն պրիմիտիվ կլինի ու կլինի մանիպուլյացիա, որովհետև տնտեսության մեջ, հա, մի քանի բաներ կա, վարքագծային բան կա, հաշվարկներ կա, այսինքն տնտեսությունները արագ տեղի չեն մնում, օրինակ, երբ որ ես այդ ընկերության հետ հանդիպել եմ մի ամիս առաջ, իրենք մի հատ նախնական շուկայի հետազոտություն էին արել, հիմա խորքային շուկայի հետազոտություն են անում, որի համար վարձել են այստեղ տասնյակ մարքեթինգային հետազոտությունների մասնագետներ, ամիսներով պիտի հետազոտություն անեն, սկսած մեր վարքագծից, սեռատարիքային կազմերի բաներից, եկամուտներ եւ այլ։ Դրա արդյունքում իրանք որոշումների են գալու։ Այսինքն այստեղ այդ process-ները ինքը արագ տեղի ունենալ չի կարող, այնպես չի որ որոշեցինք, որ օրինակ վերջ օգոստոսի 8-ից հետո հաստատված է խաղաղությունը, ուրեմն օգոստոսի 9-ին ասենք ենթադրենք գալիս է ամերիկացին եւ սկսում է հյուրանոցի շինարարությունը, հա, եթե անգամ դա ինքը որոշի, պիտի գա հող առնի, այդ հողի կատեգորիան պիտի փոխի, մրցույթ անի, այո, հիմա դրանք ժամանակատար գործընթացներ են, որոնց արդյունքները մենք մի քիչ ավելի երկար ժամանակ հետո ենք տեսնելու եւ կամաց ենք բնականաբար տեսնելու։ Ինչ վերաբերում է պետգնումներին, իհարկե էկոնոմիկայի նախարարությունը դրա պատասխանատուն չի, ֆինանսների նախարարությունն է, բայց այնուամենայնիվ դուք մի իրավիճակ նկարագրեցիք, երբ որ էժան գնով ստացել ենք
ձեր նշած դեպքում ենթադրաբար ոչ այդքան ցանկալի արդյունք, ակնհայտ է, որ նվազագույն խնդիրն այնպեսին պետք է լինի, որ կարողանանք բնական այդ նմանատիպ արդյունք չստանայինք հանկարծ բարձր գներով, հետևաբար այդպիսի խնդիրներ կարող են լինել, ենթադրում եմ քաղաքականություն մշակողները այդ հարցի շուրջ են մտածում, որովհետև գիտեմ, որ ֆինանսների նախարարություն գնումների մասին նոր օրենք է հիմա մշակվում եւ շուտով կներկայացվի ազգային ժողովի դատին եւ այդպիսի հարցերի պատասխաններն էլ կտան հուսով եմ, որովհետև գործընկերները բավականին երկար ժամանակ դրա վրա խորքային աշխատել են, այստեղ էլ կարողության հարց կա։ Մենք պետք է, այսինքն ինչպես այդ տեխնիկական պարամետրերը նկարագրենք, որ նկարագրենք լավագույն բռնակը, որակյալ բռնակը ու գնանք այդ լավագույն որակյալ բռնակների միջից այդ ստանդարտին համապատասխանող ամենաէժան գնովը առնենք։ Այս սա է հարցը, այսինքն ոչ թե պետք է գնանք առնենք ուղղակի ամենաէժան բռնակը, որը արժի 3000 դրամ, այլ մենք պետք է նկարագրենք մենք ինչպիսի բռնակ ենք ուզում, եւ այդ բռնակի կարողա դրա ամենաէժանը 10000 դրամ լինի, եւ մենք գնանք այդ 10000-անոցը առնենք։ Այս արդեն կարողության հարց է եւ իհարկե նաեւ համապատասխան մեխանիզմների հարց է։ Հուսով եմ որովհետև դա մեր նախարարության մշակելիքը չի, հուսով եմ գործընկերները այս հարցին անդրադարձ կատարել են։